Պարզվում է Ղազախստանից ներկրված ցորենը այնքան էլ լավ որակի չէ։ Հացահատիկը ընդամենը 4-րդ կարգի է։ Ղազախստանի ազգային հացահատիկային օպերատորի մամուլի ծառայությունն է հայտարարություն տարածել, որտեղ նշվում է ցորենի կարգի մասին։ Ղազախական մոտ 1000 տոննա հացահատիկի ներկրմանը անդրադարձել է ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը ու գրել. մեջբերում Ղազախստանից ներմուծված 4-րդ կարգի ցորենը հիմնականում օգտագործվում է անասնակերի արտադրության մեջ, այնպես որ շատ չբողոքեք, եթե վաղը մատնաքաշն էլ այն համը չունենա։ Հարցին, թե ինչու է անասնակեր ներկրվել Հայաստան ու թե ինչու ի սկզբանե դա չէր նշվում, էկոնոմիկայի փոխնախարարը այսօր լրագրողներին ասել է. ինչ կապ ունի, ցորենը ցորեն է։ Իսկ ասել են, որ ուրիշ ցորեն։ Ասել են դիվերսիֆիկացիայի այլընտրանքը։ Ասել են իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի։ Ցորենը ցորեն չի։ Կենթանի ոլորտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալու։ ՀԾՊԲ տնօրենների խորհրդի Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի բաշխման լիցենզիան, գրել է ՀԵՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Ըստ նրա, լիցենզիայի դադարեցումը առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Դա համարժեք է բռնազավթման, փոխհատուցման խողի տակ, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու էներգետիկ ոլորտի կայունության սկզբունքներին, գրել է Դավիթ Ղազինյանը։ Վերջին շաբաթներին ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը միջազգային բանկային կառույցներին դժգոհել է Տաշիր խմբի հետ փոխկապակցված ընկերություններին տրամադրած երաշխավորագրերից։ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին։ Ժամանակավոր կառավարիչը պնդել է, որ ընկերությունը 5 հայկական բանկերի միջոցով երաշխիքներ է տրամադրել Տաշիր ընկերությունների խմբի հետ կապակցված ընկերությունների, փաստացի նաև խախտելով նշյալ միջազգային ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերի համապատասխան դրույթները։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակիցների Մերձևով ժողովրդական շարժումը սկսել է երիտասարդական կենտրոնի աշխատանքները։ Երիտասարդական կենտրոնի անդամները նշում են, որ առաջիկա աշխատանքների համար առանձնացրել են հիմնական 5 ուղղություններ։ Առանձնացրել ենք հիմնական ուղղություններ, 5 ուղղություններ, կարիերայի եւ անձնական աճի զարգացման ծրագրեր, կրթական ծրագրեր, հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության ծրագրեր, մշակութային ծրագրեր եւ երիտասարդների համար նաեւ առանձնացրել ենք Բացահայտիր Հայաստանը, իրականացնելու ենք այդ արշավները, որի միջոցով մեր երիտասարդները նաեւ կբացահայտեն Հայաստանը հենց իրենց աչքերով։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի հնարավոր մտահոգությունները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ու ընդգծել, որ մեջբերում չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման օղնակիցների հետապնդումների ֆոնին։ Աստղիկ բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Նորածնի ծնողները կատարվածում մեղադրում են բժիշկներին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ուժ աշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Կյանքի խոսք աղանդավորական եկեղեցում դանակահարություն է եղել։ Եկեղեցու անդամներից մեկը Կոտայքի մարզի 32-ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ նախասրահում դանակահարել է 57 տարեկան իր մորաքրոջը։ Շամշանքոմը հայտնում է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Դանակահարող կինը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Գարիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Նա փոխարինում է Էդգար Հունանյանին, ում պաշտոնից հեռացնելու հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռ սեպտեմբերին էր ստորագրել։ Սպիտակ տանը հանդիպել են Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Աշարան եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեկ ժամից ավելի տևած հանդիպումից հետո երկու առաջնորդները հայտարարություններ չեն արել։ Աշարան Սպիտակ տուն է ժամանել ոչ թե արևմտյան թևի գլխավոր մուտքով, ինչպես մյուս ղեկավարները, այլ ուրիշ դռնով։ Ավելի ուշ Աշարան հայտարարել է, որ Սիրիան այժմ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դաշնակիցն է եւ այն վայրը, որտեղ Վաշինգտոնը կարող է ներդրումներ կատարել, հատկապես գազի արդյունահանման ոլորտում։
Բանակցություններից հետո Սիրիայի ղեկավարը ողջունել է Սպիտակ տան մոտ հավաքված սիրիացի իր համագիրներին։ Աշարայի ժամանումը Վաշինգտոնը պատմական է, քանի որ սիրիացի ոչ մի նախագահ նախինում պաշտոնական այցով չի եղել ԱՄՆ-ում։ Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մի մասի դադարեցման մասին։ Մինչև վերջերս Աշարան համարվում էր ահաբեկիչ, ում ձերբակալության համար Սպիտակ տունը $10 միլիոն պարգև էր խոստացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է Ուկրաինայի ֆինանսավորումը։ Մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի վրա, այժմ մեզ վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով, ասել է Թրամփը։ ԱՄՆ ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ուկրաինան շուրջ 350 միլիարդի վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին եւ դրանում մեղադրել նախկին նախագահ Ջո Բայդենին։ Մենք ունեցել ենք անհաջող նախագահ եւ արդյունքում առաջացել է Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաեւ մի շարք այլ աղետներ։ Մի մոռացեք, ես կանխել եմ 8 պատերազմ եւ 9-րդը նույնպես պատրաստվում էի կարգավորել։ Թրամփն իր խոսքում նշել է, որ այս իրավիճակը հաստատ չի հանգեցնի 3-րդ համաշխարհային պատերազմին։ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մետրոյի կայարաններից մեկի հարևանությամբ 2 հզոր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով զոհվել է 13 մարդ, ավելի քան 24-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հնդկական լրատվամիջոցների փոխանցման պայթյունի պատճառը մոտակայքում կայանված ավտոմեքենան է։ Պայթյունի հզորությունից եւ դրան հաջորդած հրդեհից բռնկվել է եւս 2 ավտոմեքենա։ Երկրի իշխանությունները պայթյունը որակել են որպես ահաբեկչական հարձակում։ 2 մարդ արդեն ձերբակալվել է։ Նյու Դելիում, ինչպես նաեւ որոշ նահանգներում եւ Մումբայի քաղաքում հայտարարվել է բարձր տագնապի ռեժիմ։ Պակիստանի եւ Բանգլադեշի հետ սահմաններին ուժեղացվել են պարեկային ծառայությունները, իսկ խոշոր քաղաքների օդանավակայաններում եւ երկաթուղային կայարաններում ստուգումներ են իրականացվում։